Պարոն Գալստյան, փաստաբան Երիցյանը հրապարակել է Արցախի ղեկավար Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով չեղարկվում է 2023 թվականի սեպտեմբերի 26-ի իր ստորագրած հրամանագիրը Արցախը լուծարելու մասին։ Հետաքրքիր են ձեր դիտարկումները սրա շուրջ, քանի որ շատ է քննարկվել եւ քննադատվել Շահրամանյանի նախկին որոշումը Արցախը լուծարելու հետ կապված, ընդհանրապես սա ինչ երևույթ է, ինչ գործընթաց է։ Նախ ինձ համար խիստ անընդունելի եւ անհասկանալի է լրատվական տիրույթում անընդհատ Սամվել Շահրամանյանին որպես Ղարաբաղի ղեկավար, Ղարաբաղի նախագահ ներկայացնելու, այսպես ասած, գործելավոճը, որովհետեւ երբ չունենք Արցախ, երբ արդեն Արցախը հայաթափված է, Արցախի նախագահ, Արցախի խորհրդարան տերմինները մեղմ ասած ծիծաղելի են։ Առաջի հայացքից նրա գործողությունները, այսպես ասած, ծիծաղելի թվացող կատակ խաղ ներկայացնող պրոցես էր, սակայն դրա հետևում ավելի լուրջ նպատակներ կան, որովհետև նախ ինչու էր Սամվել Շահրամանյանը դարձել Արցախի նախագահ, ինչու Սամվել Շահրամանյանը գնաց այդ թուղթը ստորագրելու, բոլորիս հասկանալի է, որ դա միտված չէր արցախահայության խաղաղ տեղահանման, անվտանգ տեղահանման գործընթացներին, այլ իրենց մաշկը փրկելու գործընթաց էր, որը կարող էին նույնիսկ չեղարկել Հայաստան գալուց անմիջապես հետո, այլ ոչ թե 1.5 տարի անց։ Կարծում եմ, որ սա ուղիղ համեմատական է վերջին շրջանում 26 թվականի ընտրությունների շեմին, կարծես թե ռուսական ուժերի ազդեցության մեծացմամբ եւ ակտիվացմամբ, որի թևերից մեկը նաեւ Սամվել Շահրամանյանն է, Արցախի խորհրդարանն է, արցախցիների ոչ մեծ թվակազմով իրենց սատարող թիմով։ Այսինքն ինչ-որ նպատակ կա նաև Շահրամանյանի միջոցով իր ղեկավարությամբ 2026-ին իշխանությունների դեմ ինչ-որ գործընթաց ծավալել եւ հիմա փորձում են այսպես դեմքը փրկել։ Ինչու ոչ, որովհետեւ ցավով եմ նշում, ես լինելով եւս Արցախում երկար տարիներ բնակվող արցախահայերից մեկը, ես շատ լավ հասկացել եմ ինչպես են վերաբերվել արցախցիներին եւ արցախահայությանն ընդհանրապես նախկին իշխանություններն ու այն ռուսական ազդեցության տակ գտնվող եւ նրանց կողմից սպասարկվող քաղաքական ուժերը արցախցիներին միշտ օգտագործել են որպես խաղաթուղթ իրենց քաղաքական կեղտոտ նպատակներն իրականացնելու համար, այսօր էլ այդ քաղաքականությունը շարունակվում է եւ վստահ եմ, որ այս գործընթացները եւս միտված են 26 թվականի ընտրություններում, այսպես ասած, ջուր պղտորումների, քաղաքական խժդժությունների, քաղաքական վայրի վերումների կազմակերպման գործընթացին մաս դարձնելու նաև արցախցիների որոշ մասին, որոնք նորից եմ կրկնում մեծ թիվ չեն կազմում, սակայն սատարում են, այսպես ասած, ձեր իսկ նշած Արցախի ղեկավարությանը, Արցախի նախագահ կոչվածին։ Պարոն Գալստյան, ընդհանրապես միտում կա պետության ներսում պետություն ստեղծելու, հավաքները, որ տեղի են ունենում այսպես կոչված խորհրդարանի Արցախի, ինչ որ ընտրությունն են նախատեսում իրականացնել նախագահի, հրամանագրեր է ստորագրում եւ այլն, Հայաստանի ներսում սա պետության համար ինչ վտանգ է։ Ես հասկանում եմ նրանց գործողությունների պլանը մոտավոր եւ հասկանում եմ նրանց նպատակները, սակայն ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է Հայաստանի իշխանությունների գործելավոճը կապված Արցախի այսպես ճակերտավոր իշխանությունների գոյության եւ ընդհանրապես գործունեության հետ, որովհետեւ չնայած երկրի վարչապետը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստան ունի մեկ իշխանություն, դա Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունն է, որը իրենց նկատի ուներ, սակայն որևէ գործողություն, այդ թվում եւ ազգային անվտանգության տեսանկյունից իրականացվող պետությանը հասնող հավանական վտանգները կանխելու գործընթացներ վերջին 1.5 տարվա մեջ չգիտես ինչու ականատես չեն լինում իշխանությունների կողմից։ Բայց մյուս կողմից էլ այս թևը, որ կա արցախահայության նկատի ունեմ, ինչպես նշեցի, կարող է օգտագործվել 26 թվականին, ու իշխանությունները այս ռիսկերը գնահատում են իրենց համար։ Կարծում եմ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ դրանք մեծ թիվ չեն կազմում, վտանգ ներկայացնել որպես այդպեսին չեն կարող, սակայն մյուս թևը նախկին իշխանությունների, նախկին նախագահների, նրանց սատարած քաղաքական ուժերի եւ արբանյակ կուսակցությունների շրջանակը արցախահայերի այդ մասին, նորից կրկնեմ, որոնք մեծ թիվ չեն կազմում, դիտարկում են որպես նպատակին ծառայող, այսպես ասած, գործիքակազմերից մեկը։ Սոցիալական հարցերը, որ բարձրացնում էին արցախցիները, իհարկե որոշակի ժամանակահատվածով լուծում ստացան,
Սրատակ կան նաև քաղաքական դիվիդենդներ։ Ասեմ, որ անկեղծ ազնիվ արցախցիների հիմնական նպատակը իրենց կենցաղային սոցիալական խնդիրների լուծումն է, որը ըստ իս իշխանության կողմից այնքան էլ լիարժեք եւ արդյունավետ չի իրականացվում, որտեղ կա տրամաբանություն։ Սակայն այդ հավաքները եւ այդ բողոքի ձայնը կարծես թե օգտագործում են նախկին իշխանությունները եւ այդ հավաքները հետո արդեն դարձնում են իրենց քաղաքական նպատակները արտահայտող միջոցներ, որոնք կարծում եմ որևէ արդյունք ունենալ չեն կարող, սակայն 26 թվականի ընտրությունների շեմին կարծում եմ իշխանությունները իսկապես շատ անելիք ունի կանխելու, կանխարգելելու նման քաղաքական խժդժությունները եւ արցախցիներին եւս մի անգամ 25 տարի շարունակ օգտագործելուց հետո եւս մի անգամ օգտագործելու ռուսական ուժերի այստեղ տեղակայվելու, ռուսական իշխանության, ռուսական ազդեցության ուժերի այստեղ ձևավորմանը իրենց այսպես ասած մեկնաբանությամբ ռուսների օգնությամբ եւ օժանդակությամբ Արցախ հետ վերադարձին, որը որևէ տրամաբանություն եւ որևէ ճշմարտություն իր մեջ չի պարունակում։ Օրինակ Շահրամանյանը Արթուր Վանեցյանի հետ է կարծես քաղաքական ընկերության մեջ մտել, մենք տեսնում ենք, որ միասին գնում են օրինակ Ծիծեռնակաբերդ, սա որոշակի ազդակներ են երևի նաեւ հանրությանը 26 թվին ընդառաջ, բայց օրինակ մեր հանրության մի մասի համար մութային հարցը, ինչպես օրինակ Շահրամանյանը կարողացավ դուրս գալ Արցախից, իսկ նախկին ղեկավարները ոչ, դուք ինչ դիտարկում եք։ Ես կարծեմ հենց սկզբից նշեցի, որ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը Արցախում Արցախը լուծարելու մասին առաջինը վերաբերվում էր իրեն եւ իր անվտանգությանը, իր ընտանիքի անվտանգությանը տեղափոխման։ Կարծում եմ նախկին նախագահները Արցախի, որոնք չգիտես ինչու վստահ են եւ վերջին անգամ գոնե վստահ են, որ ռուսները իրենց ապահովելու են անվտանգ տեղափոխում, սակայն ռուսների ձեռամբ եւ ռուսների միջնորդությամբ միգուցեև նրանք հանձնվեցին ադրբեջանական իշխանություններին, ցավով եմ դա նշում, սակայն դա կարծես թե նաեւ իրենց որոշումն էր։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։